Գնեք 3 քառակուսի մետր սարիկ եւ ստացեք եւս 2 քառակուսի մետր ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am Եվ այսպես Շարմ էլ-Շեյխի խաղաղության գագաթաժողովը, որը նախատեսված է այսօր, դառնում է Մերձավոր Արևելքի ամենանշանակալի դիվանագիտական իրադարձություններից մեկը, ուղղված Գազայի երկարատև պատերազմին վերջ տալուն ու տարածաշրջանում նոր կայունության ճարտարապետության ձևավորմանը։ Գագաթաժողովը համատեղ նախաձեռնություն է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի։ Դրա առանցքը Գազայի պատերազմը կանգնեցնող հաշտության պայմանագիրը պաշտոնապես ստորագրելու գործընթացն է, որը նախատեսում է մարդասիրական օգնության մեծածավալ մատակարարում, պատանտների, գերիների փոխանակում, իսրայելական զորքերի փուլային հետքաշում եւ հետպատերազմյան վերակառուցման համապարփակ ծրագիր Միացյալ Նահանգների ղեկավարությամբ։ Գագաթաժողովի նպատակն է ոչ միայն խաղաղության հաստատումը, այլև Մերձավոր Արևելքի նոր անվտանգային ու տնտեսական կառուցվածքի ձևավորումը, որտեղ զուգակցվելու են էներգետիկ համագործակցությունը, տարածաշրջանային կապակցվածությունը եւ անվտանգության համատեղ մեխանիզմները։ Սա Թրամփի գործարքային դիվանագիտության նոր դրսևորումն է, շարունակելով Աբրահամյան համաձայնագրերի քաղաքական ժառանգությունը։ Նրա ընտանիքի անդամներն ու մոտ շրջապատը, Ջարեդ Քուշները, Իվանկա Թրամփը, Մերձավոր Արևելքի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը անմիջականորեն ներգրաված են եղել միջնորդական գործընթացում։ Թրամփի հաշվարկը պարզ է՝ ամրապնդել ԱՄՆ-ի ազդեցությունը տարածաշրջանում, վերահսկել վերակառուցման ֆինանսական հոսքերն ու զսպել Իրանի եւ Ռուսաստանի դերակատարությունը։ Եգիպտոսի նախագահ աս-Սիսին իր հերթին այս գագաթաժողովը դիտարկում է որպես հնարավորություն վերականգնելու Կահիրեի միջնորդական ավանդույթը արաբական աշխարհում։ Գազայի սահմանին անմիջապես հարող Եգիպտոսը ձգտում է խուսափել փախստականների ճնշումից ու ամրապնդել իր դերը որպես կայունության երաշխավոր։ Կահիրեն պնդում է, որ պաղեստինյան ինքնավարությունը պետք է ստանձնի Գազայի կառավարման անցումային մանդատը միջազգային եւ արաբական անվտանգային ուժերի աջակցությամբ։ Գագաթաժողովը ընդգրկում է ավելի քան 20 երկրների ղեկավարների մասնակցությունը, այդ թվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, Հորդանանի թագավոր Աբդուլլա II-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի, Եգիպտոսի նախագահ աս-Սիսիի հրավերով այսօր մեկնել է աշխատանքային այցով Եգիպտոս, եւս մասնակցելու Շարմ էլ-Շեյխի Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթաժողովին։ Ներկայացված են նաեւ Կատարի, Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Ինդոնեզիայի, Կանադայի, Ճապոնիայի պատվիրակությունները։ Այս լայն մասնակցությունը Թրամփի վարչակազմի հաշվարկով ձևավորում է բազմակողմ լեգիտիմություն եւ տնտեսական աջակցություն վերակառուցման ծրագրին։ Գագաթաժողովի առանձնահատկություններից մեկն Իրանի հրավերն է, անսպասելի, բայց դիվանագիտական հաշվարկով պայմանավորված քայլ Թրամփի վարչակազմի կողմից։ Իրանի նախագահի հնարավոր մասնակցությունը գուցե ցույց է տալիս Թրամփի փորձը ներառել նույնիսկ հակադիր կողմերին ընդհանուր խաղաղության մոդելի մեջ ու թույլատրել նրանց ազդեցությունը Համասի վրա։ Թեհրանի մասնակցությունը կարող է դառնալ շրջադարձային, բացելով տնտեսական, տարածաշրջանային նոր հնարավորություններ։ Իհարկե, հատուկ հետաքրքրություն է առաջացնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությունը։ Սա Թրամփի դիվանագիտական մոդելի շարունակությունն է՝ միավորել տարբեր տարածաշրջանների խաղաղ գործընթացները մեկ օրակարգի ներքո։ 2025 թվականի օգոստոսին Սպիտակ տան ստորագրված Հայաստան-Ադրբեջան հաշտության պայմանագրից հետո Շարմ էլ-Շեյխի հրավերը թույլ է տալիս ամրապնդել խաղաղության իրականացման մեխանիզմներն ու քննարկել էներգետիկ եւ տրանսպորտային նախագծերը, այդ թվում Կովկասից Եվրոպա ձգվող գազատարների ճանապարհային կապերի ուղղությունները։ Հայաստանի համար գագաթաժողովին մասնակցությունն ունի ռազմավարական նշանակություն։ Այն ոչ միայն բարձրացնում է Երևանի դիվանագիտական հեղինակությունը, այլև ամրապնդում վարչապետ Փաշինյանի քաղաքական գիծը, ուղղված Հայաստանի սուբյեկտայնության վերականգնմանը եւ Ռուսաստանի ազդեցությունի թուլացմանը։ Շարմ էլ-Շեյխը դառնում է հարթակ, որտեղ Հայաստանը կարող է ամրապնդել իր խաղաղարար նախաձեռնությունները, ներգրավել միջազգային հովանավորություն ու խորացնել համագործակցությունը Միացյալ Նահանգների, Եվրամիության ու արաբական երկրների հետ։ Շարմ էլ-Շեյխի գագաթաժողովը դառնում է ոչ միայն Գազայի, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի խաղաղության խորհրդանիշը, մի հարթակ, որտեղ միավորվում են տարբեր աշխարհաքաղաքական ուղղություններ, Վաշինգտոնից մինչև Կահիրե, Բրյուսելից մինչև Երևան։ Իդեպ Կահիրեն
կահիր է չեն հրավիրվել Ռուսաստանը եւ Չինաստանը, ինչը վկայում է, որ Գազայում պատերազմի ավարտը եւ մերձավոր արևելյան կարգավորումը կարելի է ասել քաղաքակրթական սահման է դնում Վաշինգտոնի, Մոսկվայի եւ Պեկինի միջև։ Միացյալ Նահանգները այսպիսով մերձավոր արևելյան սկզբունքային կարգավորման պատասխանատվությունը հասցեագրում է արաբա-իսլամական աշխարհին, Եվրոպային, գլոբալ հարավին։ Հոկտեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնել է Մերձավոր Արևելք, նա արդեն ժամանել է Իսրայել։ Նախատեսված է, որ Թրամփը ելույթ է ունենալու Քնեսեթում, որտեղ էլ հանդիպելու է իսրայելցի պատանդների հարազատներին, ապա ուղևորվելու է Կահիրե։ Այսօր արդեն Համասը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջոցով ազատ է արձակել իսրայելցի կենդանի մնացած պատանդների առաջին խմբին։ Հիշեցնեմ նաև, որ 2024-ի մարտին Հայաստանը 30 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը։ Ըստ հաղորդագրության, ծանր սոցիալական պայմաններում գտնվող շուրջ 1.5 միլիոն անձի Հայաստանի կառավարությունը տրամադրել է մթերք, պահածոներ, 4 սնունդ, դեղորայք, բժշկական լուծույթներ, հակաբիոտիկներ եւ այլն։ Պայմանավորվածությունն էլ ձեռք էր բերվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Եգիպտոս կատարած այցի ընթացքում։ Մարտի սկզբին Եգիպտոս այցի եւ Եգիպտոսի նախագահի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը Աբդել Ֆաթահ Աս-Սիսիին ասել էր, որ Երևանը միանում է Գազայում անհապաղ հրադադար հաստատելու միջազգային հանրության կոչերին, նաև նշելով, որ Երևանը Կահիրեի աջակցության եւ խորհրդատվության կարիքն ունի Հայաստանի կողմից հումանիտար օգնություն Գազա հասցնելու հետ կապված։ Եվ այժմ կզրուցեմ Բեյրութի ազդակորաթերթի գլխավոր խմբագիր Շահան Կանտահարյանի հետ։ Ողջույն պարոն Կանտահարյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Եվ այսպես, պարոն Կանտահարյան, նախ այս նշանակալի իրադարձության մասին, ես ներկայացրեցի հնարավորինս տեղի ունեցած զարգացումները, մերձավոր արևելյան իսկապես, այս նշանակալի իրադարձությունը ինչպես կարող է բեկել մեծ տարածաշրջանի ապագան, որից հետո իհարկե կանցնենք նաև ներկայացուցչությանը, այնտեղ հրավիրյալներին, որը գուցե նաև մեզ հավելյալ կանխատեսելու կամ հուշումներ անելու հնարավորություն է տալիս, համեցեք։ Մի քանի ամփոփ դիտարկում սկսելու համար նախ ուշագրավ է, որ արդեն կայացած համաձայնությունը գիրառական փուլ է անցել, որովհետև առաջին բանտները արդեն ազատ արձակվել են։ Սելգուզվի, որ այս ամբողջ նաև համաձայնության հանգույցը բանտների փոխանակման առումով արդեն գործնական փուլ թեւավորվել է։ Այստեղ կա որոշակի վճռականության նախադրյալներ, հատկապես Միացյալ Նահանգների կողմից անպայման համաձայնության գործնական բաժինը արագացնելու։ Եվ մի քանի անգամ Թրամփը բարձրացրեց, որ սա միայն Գազային չի վերաբերում, այս խաղաղության գնացող գործընթացը, այլ ընդհանրապես տարածաշրջանին։ Եվ պայծառորեն այսօր Շարմ el-Շեյխի այս ձևաչափով, այս ներգրավվածությամբ հանդիպումը դրա մասին է խոսում, որ ուրեմն ընդհանրապես միջին արևելյան տարածաշրջանի նոր գործընթաց, քաղաքական նոր քարտեզագրումը թեժ օրակարգ է։ Կարևոր է նաև ուրեմն Եգիպտոսի դերակատարությունը եւ նման հանդիպմանը, որ Գազայի ուրեմն հրադադարի եւ խաղաղության երաշխիքների ամրացման նպատակ ունի, առաջադրանք ունի եւ չի բացառվում, որ այդ առումով ինչ որ հայտարարությամբ ավարտվի ժողովը, որ տարբեր երկրներ ստանցնեն երաշխավորությունը Գազայում հրադադարի հաստատման եւ թեւի խաղաղություն գնացող նոր բանակցային գործընթացի մեկնարկի, ուրեմն Գազային է վերաբերում, բայց այնտեղ ոչ Իսրայելն է ներկա, ոչ էլ Համասը։ Մենք պետք է նաև իբրև հաջորդ դիտարկում արձանագրենք Իրանի մերժումը այս ժողովի մասնակցելու եւ հետաքրքիր էր, որ Միացյալ Նահանգները հրավեր ուղարկել էին Իրանին։ Բայց միաժամանակ պիտի մտածել, որ Համասը ամերիկյան նախագծին չէր համաձայնի առանց նաև Իրանի հետ համագարկելու իր համաձայնությունը եւ պաստորեն Տեհրանը հազիվ Համասի իր համաձայնությունը դրվեց, ողջունեց ամերիկյան նախագիծը վերաշեշտելով եւ իր զորակցությունը հայտնելով Համասի ուրեմն պատասխանին, այո պատասխանին ամերիկյան նախագծին։
այնտեղ երանգային կարևոր կետ կա, որովհետև Համասը ուրեմն գող ըլլալով ամերիկյան նախագծին փոխկապակցեց իր մոդեցումը, իր ասենք պայմանը, որ ուրեմն համացայնությունը ենթադրում է, համացայնության գործադրությունը ենթադրում է բանակցություններ։ Ուրեմն սա շատ կարևոր կետ էր, փուլային ուրեմն գիրառումը այդ համացայնության ենթադրում է բանակցություններ, որին զորավիք է նաև Պաշտպանական Տեհրան։ Ուրեմն Տեհրանը մի կողմից Համասին հուշում է գոմ լինել ուրեմն ամերիկյան նախագծին խաղաղության եւ միաժամանակ նաև չմասնակցելով այս հանդիպմանը փաստորեն այդ փուլային հանգրվաններին ինքը անուղակի մասնակցելու է, չնայած նաև չի բացառվում, որ Վաշինգտոն Տեհրան ուղիղ բանակցություններին եւս ներառվի այս կետը, որովհետեւ ի վերջո եթե քաղաքականորեն փորձենք ընկալել Թրամփի այն հայտարարությունը, որ սա միայն Գազային չի վերաբերում, այլ ամբողջ տարածաշրջանին, իսկ ամբողջ տարածաշրջանի մեջ շարունակում է մնալ Իրանը իբրև գլխավոր խաղացող եւ հանգույցները նաեւ առաջի հերթին պիտի Իրանի հետ լուծվեն։ Հիմա փաստ է նաեւ որ Իրանի թերի վերասահմանում վերաիմաստավորում է դեղի ունենում, հատկապես պրոքսի պատերազմից հետո իրանյան թիրքերի թուլացումը նկատի ունենալով եւ կարծում եմ, որ այդ բոլորից հետո ուրեմն եթե Միջին Արևելյան տարածաշրջանային մասշտաբով խաղաղության մասին ենք խոսում, այնտեղ կարելի չէ շրջանցել Թեհրանը։ Եվ մեկ կարևոր ամբողջ դիտարկում եւս, որ Թրամփի անցամբ ներգրավումը այս բոլորին ոչ միայն նաև Գազայում ձևավորվելիք անցումային կառավարության վերահսկող խորհուրդը նախագահելու իր հանգամանքով, այլ նաև ստեյության Շարմ el-Շեյխում նման ձևաչափով համագումար, համաժողով գազբագերբելով, սա եւս խոսում է քիչ առաջ ասած այն ամերիկյան վճռականության, որ համասայնությունները ոչ միայն գոյացնում է, այլ նաև դրանց գիրառելիությունը անցամբ առաջնորդում։ Պարոն Գանտարյան, Իրանի դերի վերաիմաստավորում, վերասահմանում ասելով ինչ նկատի ունեք։ Ինչպիսի դեր է վերապահվում Թեհրանին այս խաղաղության գործընթացի կայացման արդյունքում։ Գիտեք, Իրանը ճիշտ է, քիչ առաջ նշեցի, որ իրանյան պրոքսիները նախկին նշանակությունը չունեն եւ Լիբանանում, եւ Սիրիայում, եւ նույնիսկ հիմա Համասի հերացումով նաեւ Գազայում։ Բայց նաեւ միջուկային օրակարգի դեսքով ես համոզված եմ, որ բանակցությունները շարունակվում են Վաշինգտոնի հետ։ Եվ եթե միջուկային օրակարգի դեսքով Իրանից ինչ-որ բաներ է պահանջում Վաշինգտոնը, դրա դիմաց Իրանը ստանալու է տնտեսական ապաշրջապատման ուրեմն երաշխիքներ եւ նոր ուղիներ, նաեւ էներգետիկ ոլորտում եւ Գազայի օրինակ ուրեմն եւ աշխարհագրական դիրքը եւ ծովային ելքը ընծովիա հավանական էներգիայի հետակային բեղումնային աշխատանքները չմոռանանք նաեւ Թրամփի անverջ գտնվող հայտարարությունը Գազան Ռիվիերայի վերածելու Գազան ուրեմն զբոսաշրջության եւ տնտեսապես փառքավաճ տարածքի վերածելու այս բոլորը Թրամփին վերագրելով եւ ամիջապես հիշենք, որ երբ նաեւ այս պրոքսիները դեռ չէին ունեցած դեռևս, այսինքն Իրանը իր նախկին ուժականությունը բավանում էր տարածաշրջանի մեջ, երկարատև բանակցություններից հետո գայացավ ծովային սահմանազատում ուրեմն Իսրայելի եւ Լիբանանի միջեւ։ Այն ժամանակ Իրանի աստեցությունը քեր հզոր էր լիբանանյան կողմի վրա եւ բարձ էր, որ ուրեմն այդ բանակցությունները, որ միջնորդավորված կընթանային եւ գլխավոր միջնորդը երաշխավորը Միացյալ Նահանգներն էր, ուրեմն այդ բանակցություններին լիբանանյան կողմը չէր կարող
իր համաձայնությունը տալ, եթե չլիներ Իրանի թույլտվությունը, Իրանի հետ այդ համագարկված այոն համաձայնությունը։ Եվ ուրեմն այդ ծովային սահմանումը ըստ էության նաև ընդծովյա էներգիայի բերման, որոնման, արտահանման մեծ նախագծերի հետ է կապված։ Չի բացառվում, որ նման նախագծեր նաև աշխատեն հետագայում գազայի ծովեզերիա շրջաններում, ծովային տարածքներում ընդհանրապես, եւ եթե տնտեսական ավաշրջապահումն է, նաև ուրեմն Իրանը իր բաժինները վերցնելու հետամուտ է, առնվազն այդ ուղղությամբ աշխատում է։ Ուրեմն անվտանգային ոլորտից տնտեսական ոլորտի անցումներու որոշ ուղիներ են նկատվում հերվից եւ չմոռանանք, որ ճիշտ է Լիբանանի օրինակը վերցրած, որ օրինակ Իրանի ասոցիացիան ներկո գործող ռազմաքաղաքական միավոր նկատվող Հեզբոլլահը ճիշտ է այսօր նախկին դիրքերը չունի, բայց շարունակում է մնալ Լիբանանի ամենաաստեցիկ քաղաքական ուժերից մեկը։ Ուրեմն թերևս իրանյան ասոցիացիան կոդիներ տարածաշրջանում կան, շարունակում են մնալ, իհարկե ոչ նախկին դրվածքով, ոչ նախկին դրությամբ, այնուամենայնիվ իբրև հենագետ էր Իրանի համար ընդհանուր տարածաշրջանի քաղաքականության վրա հաստելու։ Բայց այս բոլորը նաև բանակցային թեմա են Վաշինգտոնի հետ եւ կարծում եմ, որ Վաշինգտոնը որ բավական փորձում է հարթել այդ բոլոր խնդիրները, հարաբերական բերություններ, Իսրայել, դիվանագիտական, բնականոն հարաբերություններ ստեղծելու առումով, կարծում եմ նաև հիմնական հանգուցալուծման համար ինքը նկատի ունի Իրանը։ Շատ լավ, իսկ պրոքսիները, որ նշում եք, նրանք այլ, այսպես ասենք, նախկին նշանակությունը կամ հնարավորությունները չունեն, ի վերջո, բայց ինչ է լինելու դրանց հետ, հա, կոնկրետ այս դեպքում Համասի, այո, համաձայնություններ են կայանում եւ այլն, բայց այս պրոքսիների, այսպես ասենք, ճակատագիրը ինչ է լինելու։ Չէ, Համասի զինատապումը ուրեմն միանշանակ պահանջում են ուսկային ընդդելի պահանջում չէ, սա նաև 20 գետամացայնակրում նախագծում ներառված գետ է։ Նույնը Հեզբոլլահի զինատապումը այսօր պահանջում է միջազգային ընտանիքը, միավորված ազգերի կազմակերպությունը, վաղուց որտեղած թիվ 1701 բանացևը նաև դրա մասին է խոսում, իհարկե համագողմանի է, այսինքն իսրայելյան ուժերի հերացման մասին եւս գետ կա, ինչպես որ ամերիկյան նախագծում իսրայելյան ուժերի հերացում կա նաև ուրեմն այն առաջացած թիրքերը, որը այսօր գոյություն ունին եւ աստորեն առաջի հանգրվանը նաեւ իսրայելյան ուժերի կողմից գրանցվել է այդ առումով։ Հիմա Համասը հեռանալու է իբրև ռազմաքաղաքական միավորում, սա ուրեմն համաձայնական գետ է, այսօր երաշխավորվեն այդ գետերը ընդհանուր վերահսկող խորհուրդը, որ քիչ առաջ նշեցինք արդեն Թրամփն է նախագահելու, բայց նաև Համասի պահանջն է, որ այնտեղ ձևավորվի պաղեստինյան ինքնուրույն ուրեմն կառավարություն։ Բայց ստեյության, եթե մենք բոլորի ուրեմն ավարտը կամ վախճանական գետը եւ նկատի ունենանք նաև քաղաքական ընթերցումով 20 գետանոց փաստաթուղթը նախագիծը Գազան ոչ թե հանձնվում է Իսրայելին, Գազան ստեյության հանձնվում է միջազգային ընտանիքի ջամփով Միացյալ Նահանգներին եւ Թրամփի անձամբ ներգրավվածությունը այստեղ շատ կարեւոր է, որովհետեւ ամբողջ միջին արևելքում խաղաղություն հաստատելու մեղը այսօրվա դրությամբ Գազան է եւ ի վերջո իսրայելյան պաղեստինյան հակամարտության լուծումը։ Հիմա հերևից տեսանելի է այստեղ Աբրահամյան դաշինքը, որովհետեւ Եգիպտոսում Շարմ el-Շեյխում մասնակից պետությունները աստորեն Աբրահամյան դաշինքին մաս կազմելու ուղղակի կամ անուղղակի հրավեր ստացել են արդեն։ Ուրեմն Աբրահամյան դաշինքը չմոռանանք նաև Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում հնչել է իբրև հայեցակարգ։ Եվ Գազայի պատերազմից առաջ Աբրահամյան դաշինքի առանց
այդ ցևագերբումը բաշխումաբերս դառնու ստեյության արաբական երկրների եւ Թել Ավիվի միջև սկսել էր հարաբերությունների հաստատման, բնականոնացման գործընթաց, որը արգախվել էր Գազայի պատերազմում։ Հիմա այդ օրագարկը վերադառնում է արդեն միջազգային հնչյունություն։ Իսկ Իսրայելը ինչ է շահում այդ դեպքում, եթե Գազան, ինչպես դուք նշեցիք, հանձնվում է միջազգային ընտանիքին, այսպես ասած Միացյալ Նահանգների գլխավորությամբ, ինչ է շահում Իսրայելը։ Անվտանգային առումով գլխավոր անվտանգության սպառնալիքներից մեկը այս չես ուղղացում եք։ Գիտեք, Իսրայելը ոչ միայն Գազայի ուղղությամբ, նաև Լիբանանի ուղղությամբ, նաև Սիրիայի ուղղությամբ ստեղծում է ուրեմն անվտանգության կոդիներ։ Այսինքն վերջին սիրիական տարածքների վրա իսրայելյան ներխուժումը եւս դրուզների օրինակ կորձոնի շահարկումը այդ առումով եւս ուրեմն կարծում եմ նաև խում է այն հանգամանքից, որ Իսրայելը ձեռնարկել է իր սահմանամերձ շրջաններում անվտանգության կոդիները ստեղծելու զինվորական միջամտությամբ ստեղծելու ուրեմն գործողությունների շարք։ Ընդ որում նաև երկրորդ ուղղությունը Լիբանանն էր, այսօր հարավային լիբանանյան տարածքներում շարունակում են մնալ իսրայելյան ուժեր եւ վերահսկել ռազմագիտական նշանակություն ունեցող տարածքներ, շրջաններ, նույնը եւ Գազայում, այսինքն թերևս բարձ չէ, որ իսրայելյան ուժերը մինչև ուր կքաշվեն, հետո նաև Համասի ընդհանրապես վերացումը Գազայից անվտանգային առումով կարևոր կետ է Իսրայելի համար։ Շատ լավ, Հայաստանի մասնակցության մասին եւս խոսենք, հա, կամ աշխարհագրությունը երկրները, պատվիրակությունները, որոնք հրավիրված են, ինչ հետևություններ են անում, մենք տեսնում ենք, որ այս քարտեզում նաև բացակայում է Ռուսաստանը։ Գիտեք, որովհետև լրիվ ամերիկյան նախագիծ է, լրիվ ամերիկյան Թրամփի ներգրավվածությամբ աշխատող ձևաչափ է, շատ հետաքրքիր է, որ Վաշինգտոնի գնացել է հրավեր Իրանին, որը մերժել է, բայց Ռուսաստանը բացակայում է, այստեղ դատապարտություն կա իհարկե, եւ ուրեմն հայաստանյան մասնակցության առումով կամ այստեղ նաև Ադրբեջանի բացի Թրամփյան կորզարկային դիվանագիտությունից ես քիչ առաջ խոսեցի Աբրամյան Թաշինքի օրագարկի վերադարձի մասին եւ անպայման այստեղ պետք է նշել, որ թե Հայաստանին, թե Ադրբեջանին եղել էր պաշտոնական Վաշինգտոնի կողմից ակնարկ, որ երկու երկրները եւս պետք է միանան Աբրամյան Թաշինքին անգամ նաև պետքարտուղարի մագարտակում այս մասին խոսվել էր։ Ուրեմն այս հանգամանքները կարծում եմ պետք է նկատի ունենալ։ Բացի քարոզչական բնույթը, որ Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք դարձյալ Թրամփի միջամտությամբ նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, երկու պետությունները հրավիրվում են նման տարածաշրջանային միջազգային համաժողովի, բայց նաև հերվից տեսանելի Աբրամյան Թաշինքի ընդհանուր հայեցակարգը եւ եթե առաջին աշխարհագրական միջավայրը միջին արևելքն է, ըստ հայտարարությունների Միացյալ Նահանգների եւ ակնարկ է արվում նաեւ Հայաստանին եւ Ադրբեջանին, ուրեմն թիրախային երկրորդ աշխարհագրական միջավայրը Աբրամյան Թաշինքի համար կարող է լինել Արաբային Կովկասը եւ սա եւս ոչ միայն ուրեմն մտափերում է Ադրբեջանի եւ Իսրայելի միջև հետսելի ավելի խորացող համագործակցությունը տարբեր ոլորտներում, այլ նաեւ իրանամերձ շրջաններում Աբրահամյան Թաշինքի հասանելիության մասին հերվից հուշումներ է անում այս հրավերի յետին կանգնած որոշ շարժարիտները, եթե փորձենք վերլուծել։ Ուրեմն այս հանգամանքները կարևոր են, հետո նաև հայկական ոսմյակ աշխատանքների դեպքում պիտի նկատի ունենալ, որ եթե մինչև հիմա առավելապես Կատարը եւ Եգիպտոսը իբրև միջնորդ, իբրև երաշխավոր նշվում էին ուրեմն Համասի կամ Գազայի հարցի կարգավորման, հիմա նաև ավելացել է Թուրքիայի անունը իբրև այդ երկրների շարքին։ Այնուամենայնիվ Շարմ էլ-Շեյխը
հատկանշված է նման միջնորդական առաքելություններ իրականացնող միջավայրը Եգիպտոսը ընդհանրապես եւ Միացյալ Նահանգների կողմից Եգիպտոսի ընդդիմությունը Եգիպտոսի այդ թերագադարությունը բարձրացնելու մի որոշակի քայլ է։ Շնորհակալ եմ, պարոն Կանտարյան։ Շնորհակալություն։ Զրուցակիցս Բեյրութի ազդակորաթերթի գլխավոր խմբագիր Շահան Կանտահարյանն էր։